մինչև մարտի 8-ը Իդեան համակարգի ցանկացած խանութսրահից ձեռք բերեք ամբողջական ջերուսման համակարգ եւ ստացեք ծխատարը, չորանոցը եւ հոսանքի կարգավորիչն ընդամենը 1 դրամով։ Ապարիկը տևում 12 ամիս առանց որևէ տոկոսի։ Ողջույն, առաջին լրատվականի եթերում տարածաշրջան եւ Անդին հայեց Երևանից հաղորդաշարի հերթական թողարկումն է։ Ես Իրանուշ Պապյանն եմ, անդրադառնալու ենք մեր տարածաշրջանում ու դրանից դուրս տեղի ունեցող կարևորագույն իրադարձություններին։ Ժնևում ավարտվել են Ռուսաստանի, Ուկրաինայի եւ Միացյալ Նահանգների պատվիրակությունների մասնակցությամբ եռակողմ բանակցությունները։ Այս մասին ըստ ուկրաինական լրատվամիջոցների լրագրողներին հայտնել է Ուկրաինայի բանակցային պատվիրակությունը գլխավորող ազգային անվտանգության ու պաշտպանության խորհրդի քարտուղար Ռուստեմ Օմերովի մամուլի քարտուղար Դիանա Դավիթյանը։ Մամուլի քարտուղարը հայտնել է, որ աշխատանքներն ավարտվել են ինչպես քաղաքական, այնպես էլ ռազմական խմբերի շրջանակներում։ Նախորդին տեղի ունեցած բանակցություններից հետո Միացյալ Նահանգների նախագահի հատուկ ներկայացուցիչ Սթիվեն Վիտկոֆը հայտարարել է նշանակալի առաջընթացի մասին, նշելով, որ Ռուսաստանի եւ Ուկրաինայի ներկայացուցիչները համաձայնել են տեղեկացնել իրենց համապատասխան ղեկավարներին ու շարունակել աշխատանքը համաձայնագրի վրա։ Միևնույն ժամանակ ICOS-ի լրագրող Բարակ Ռավիդը X-ում գրել է, որ խորհրդակցությունները կանգ են առել։ Լրագրողի աղբյուրները նրան ասել են, որ դրա պատճառը ռուսական պատվիրակության նոր ղեկավար Վլադիմիր Մեդինսկի կողմից ներկայացված դիրքորոշումներն են։ Ռուսաստանը Շվեդիայի համար հիմնական ռազմական սպառնալիքն է ներկայացնում եւ Մոսկվայի աճող ռիսկային վարքագիծը կարող է վտանգավոր սրացում առաջացնել։ Այս մասին ըստ Պոլիտիկոյի ասվում է Շվեդիայի ռազմական հետախուզության եւ անվտանգության ծառայության տարեկան զեկույցում։ Նշվում է Շվեդիայի անմիջական հարևանությամբ, այդ թվում Բալթիկ ծովում Ռուսաստանի ագրեսիվ գործողությունների օրինակներն են օդային տարածքի խախտումները, դիվերսիաները եւ կիբեր գործողությունները։ Փաստաթղթի հեղինակները ռուսական սպառնալիքը համարում են լուրջ ու կոնկրետ, իսկ Մոսկվայի վարքագիծը բնութագրում են որպես օպորտունիստական եւ ագրեսիվ։ Շվեդական զեկույցը հաջորդում է վերջերս հրապարակված էստոնական հետախուզական զեկույցին, որն այս տարի գրեթե ամբողջությամբ կենտրոնացած է Ռուսաստանի վրա։ Էստոնական հետախուզությունը կարծում է, որ մոտ ապագայում Մոսկվայի կողմից ՆԱՏՕ-ի որևէ պետության վրա հարձակվելու սպառնալիքը բացառվում է, սակայն Ռուսաստանը մնում է վտանգավոր երկիր, չնայած իր անգործունակությանը եւ զգոնությունը անհրաժեշտ է ռուսական աշխարհի ընդլայնումը կանխելու համար։ Էստոնական հետախուզական զեկույցում նաև նշվում է, որ Ռուսաստանը կտրուկ ավելացրել է հրետանային արկերի արտադրությունը, նշան, ինչպես հեղինակներն են նկարագրել, որ Մոսկվան կշարունակի սպառնալիք ներկայացնել, նույնիսկ եթե Ուկրաինայում խաղաղություն հաստատվի։ Տեղափոխվենք մեր տարածաշրջան, Եվրամիությունը տարածել է աշխատանքային փաստաթուղթ, որը Ռուսաստանի հետ բանակցությունների պայմանների շարքում ներառել է ռուսական զորքերի դուրսբերումը Վրաստանի օկուպացված տարածքներից։ Այս մասին սոցիալական ցանցերում գրել է վրացի ընդդիմադիր քաղաքական գործիչ Խատյա Դեկանորիձեն։ Նրա խոսքով սա շատ կարևոր հաստատում է, որ ընկերները հիշում են Վրաստանին։ Ազատություն ռադիոկայանի փոխանցման փաստաթուղթը ստացվել եւ Եվրամիության անդամ պետությունների շրջանում տարածվել է Եվրամիության արտաքին գործերի եւ անվտանգության քաղաքականության գերագույն ներկայացուցիչ Կայա Կալասի կողմից։ Փաստաթղթում թվարկված են այն զիջումները, որոնք Ռուսաստանը պետք է անի Ուկրաինայի հետ դիվանագիտական բանակցություններում Միացյալ Նահանգների միջնորդությամբ։ Պահանջների թվում են ռուսական զորքերի թվի կրճատումը ու դրանց դուրսբերումը հարևան երկրներից, փոխհատուցումների վճարումն ու հասարակության ժողովրդավարացման անհրաժեշտությունը։ Ազատություն ռադիոկայանի փոխանցման վերջնագրերից մեկը նախատեսում է Բելարուսում միջուկային զենքի բացակայություն եւ Ռուսաստանի ռազմական ներկայության ու տեղակայման արգելք Բելարուսում, Ուկրաինայում, Մոլդովայի Հանրապետությունում, Վրաստանում եւ Հայաստանում։ Ժնևում շարունակվում են Իրանի միջուկային հարցով Վաշինգտոնի եւ Թեհրանի միջև բանակցությունները։ Միևնույն ժամանակ Իսրայելի 12-րդ ալիքը հաղորդում է, որ Սպիտակ տունը Իսրայելին ազդանշան է տվել, որ Իրանի հետ միջուկային ծրագրի շուրջ բանակցությունները հասել են իրենց սահմանին եւ հետագա դիվանագիտական առաջընթացը դժվար կլինի, քանի որ Թեհրանը չի կատարում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի պահանջները։ Իսրայելի պաշտոնյաները կարծում են, որ Թրամփը ցանկանում է հարվածել Իրանին եւ ամերիկացի առաջնորդին մոտ կանգնած անձինք կիսում են այդ
այդ կարծիքը։ Այնուամենայնիվ, Միացյալ Նահանգների նախագահը նախ պետք է ցույց տա, որ ռազմական գործողությունները օրինականացնելու համար սպառվել են դիվանագիտական տարբերակները, նշվում է զեկույցում։ Իսրայելի հետախուզության նախկին ղեկավար Ամոս Յադլինը հայտարարել է, որ Միացյալ Նահանգների եւ Իրանի միջև ռազմական բախում կարող է սկսել առաջիկա օրերին, նույնիսկ եթե բանակցությունները շարունակվեն։ Թեմայի հետ կապված հայտարարությամբ է հանդես եկել Միացյալ Նահանգների փոխնախագահ Ջեյդի Վենսը, որը հայտարարել է, որ Իրանի միջուկային ծրագրի շուրջ բանակցություններում որոշ առաջընթաց կա, սակայն Թեհրանը դեռ չի ընդունում Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփի սահմանած կարմիր գծերը։ Fox News-ին տված հարցազրույցում Վենսը նշել է, որ Իրանի հետ բանակցությունները որոշ առումով լավ են անցել եւ կողմերը պայմանավորվել են շարունակել քննարկումները։ Սակայն նրա խոսքով պարզ է դարձել, որ Իրանը պատրաստ չէ ընդունել այն սկզբունքային պահանջները, որոնք ներկայացրել է Թրամփը։ Վենսի խոսքով Միացյալ Նահանգները թույլ չի տա, որ Իրանը ձեռք բերի միջուկային զենք։ Նա նաև հավելել է, որ Թրամփը Թեհրանի վերաբերյալ հստակ եւ կոշտ դիրքորոշումներ ունի։ Միացյալ Նահանգների փոխնախագահը նշել է, որ Վաշինգտոնը շարունակելու է դիվանագիտական ջանքերը, սակայն վերջնական որոշումը, թե երբ են սպառվել դիվանագիտական հնարավորությունները, նախագահ Դոնալդ Թրամփինն է։ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը մամուլի ասուլիսում հայտարարել է, որ Իրանի դեմ նոր պատերազմը օգուտ չի բերի տարածաշրջանին, ընդհակառակը։ Այն պարտվող կլինի, հավելելով, որ Թուրքիան ցանկանում է, որ Իրանի ու Միացյալ Նահանգների միջև խնդիրները լուծվեն երկխոսության միջոցով։ Նա նաև նշել է, որ բարձր մակարդակի շփումներ են պահպանում երկու երկրների հետ, հավելելով, որ հեռախոսազրույցներ է ունեցել Իրանի եւ Միացյալ Նահանգների նախագահների հետ։ Նա նաև հայտարարել է, որ ռազմական սրացումը եւ լարվածության աճը կհանգեցնեն տարածաշրջանում ավելի մեծ անորոշության, եւ քանի դեռ դիվանագիտության դուռը բաց է, հույս կա, որ խաղաղ ճանապարհով կլուծվի Իրանի միջուկային հարցը։ Այսօրվա համար այսքանն էինք նախատեսել, հետևեք մեր թողարկումներին, կհանդիպենք։